Հարգելի գործընկերներ, տեղեկացված եք, որ երկու հրաման է ստորագրվել մայիսի 22-ին և 25-ին, 22-ի հրամանով ձևավորված է աշխատանքային խումբ, 25-ի հրամանով սահմանված են փաստաթղթաշրջանառության կարգն ու աշխատանքի ձևաչափը աշխատանքային խմբի և կառուցվածքային ստորաբաժանումների միջև։ Կարծում հրամանը ընթերնելի, պարզ, հասկանալի լեզվով է գրված և այս առումով տարընթերցումների հարցեր չունենք, բայց հորդորս է և պահանջս, որպեսզի տեղերն անդադար կապի մեջ լինեն վերադասների հետ և աշխատանքային խմբի հետ, որպեսզի ոչ մի դեպք, անկախ բարդության աստիճանից, անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, դերակատարների ով լինելուց հանկարծ ուշադրությունից չվրիպի։ Նաև տեղեկացված եք, որ հրամանով թեժ գիծ ենք գործարկել և այս օրերին թեժ գծով էլ մենք քաղաքացիներից տեղեկատվություն ենք ստանում և կարծում եմ առաջիկա օրերին ավելի շատ կստանանք։ Նաև կցանկանամ հիշեցնել, որ մենք բազմաթիվ անանուն հաղորդումներ ստանում ենք ազդարարիր կայքի միջոցով և այս առումով էլ խնդրեմ, որ ուշադիր լինեք, եթե քաղաքացիները չգիտեն ինչպես դիմել կամ դատախազությանն են դիմում այդ հարցով, պատշաճ ուղղորդեք, որպեսզի կարողանան հաղորդումներ կայացնել։ Եթե այս երկու ձևաչափով չեն կարողանում, հիշեցնեք, որ առնվազն ունենք էլ-փոստի հասցե, որը ևս կարող են օգտագործել։ Հորդորս է և պահանջս, որպեսզի ոչ մի դեպք, անկախ բարդության աստիճանից, անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, դերակատարների ով լինելուց հանկարծ ուշադրությունից չվրիպի։ Այս գործընթացի արդյունքում մի քանի գլոբալ թիրախներ կա, որ կարծում եմ մեր աշխատանքով պետք է այդ թիրախները հստակ ձևավորենք հանրության մոտ, հստակ ուղերձների ձևով։ Առաջինը, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը խիստ է։ Ես մի քանի անգամ ազգային ժողովում սրա մասին խոսել եմ, վերջին հաղորդումը ներկայացնելիս Վճռաբեկի նախադեպը մեջ բերելով, որ նույնիսկ ռեալ ազատազրկման մասին է խոսքը գնում և մեր պատժողական քաղաքականությունը այս առումով կրկին խիստ է, բացառություններ չունենք։ Հաջորդ հստակ ուղերձը, որը կարևոր է, որ մեր աշխատանքի արդյունքում մարդկանց մոտ ձևավորվի, դա այն է, որ ընտրակաշառք տալը և ստանալը հանցագործություն է, այսինքն ներողամտություն ստացողների մասով չունենք։ Եվ սա այս մեր գործընթացի, մինչ այս կատարված գործընթացի մեջ հստակ, կարելի ասել ողնաշար որպես կա և շարունակելու ենք նաև առաջիկա մի քանի օրերի ու շաբաթների ընթացքում։ Նաև տեղերում կարևոր է նաև մեր աշխատանքի արդյունքում, որ քաղաքացիների մոտ հստակ ձևավորվի ընկալում, որ ցանկացած գումար, նվեր, ծառայություն, ցանկացած առաջարկ, որը միտված է ազդելու ընտրական գործընթացի վրա հանցագործություն է։ Շատ հաճախ գոնե ինձ մոտ տպավորություն է, որ մարդկանց մոտ փորձում են արժեզրկել այն փաստերի վերաբերյալ հրապարակումները, որ մենք կանխարգելիչ նպատակով տալիս ենք, որ դե կենցաղային հարաբերություն է։ Դատախազության դիրքորոշումն այս առումով կրկին անզիջում է և շատ խիստ։ Բացի այդ, շատ խնդրում եմ ուշադիր լինեք վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի հետ կապված, այս առումով մենք զրո հանդուրժողականություն ունենք և կարմիր գծեր ունենք, պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի և կանխարգելման տեսանկյունից և հետագայում պատշաճ ու արագ արձագանքման տեսանկյունից դատախազության դիրքորոշումը լինի հստակ։ Ավելորդ չեմ համարի կրկնել, չնայած բազմիցս դրա մասին խոսել ենք հավաքներին մասնակցելու հետ կապված, իհարկե Սահմանադրական դատարանի դիրքորոշումները որոշակի հստակություն հարցի հետ կապված մտցրել են լոգիստիկ ծախսերի և արդեն կամքի վրա ազդելու նպատակով իրականացվող ֆինանսական ներգործության մասով, բայց այս առումով էլ պետք է խնդրեմ, որ անդադար վերադասների հետ քննարկելով և միասնական պրակտիկայի տրամաբանության մեջ, որ դեպքում է դա ընտրակաշառք, որ դեպքում է դա ընտրողի կամքի վրա ազդեցության նպատակով կամ հավաքին մասնակցելու նպատակով շահագրգռում, որ դեպքում է դա ընտրակաշառք թաքնված վարձատրության տակ, նման դեպքեր էլ ունենք, որ դեպքում է, որ ընտրակաշառքը դրսևորվում է փոխադրման, ավիափոխադրման, ցամաքով փոխադրման, տարբեր տեսակի լոգիստիկ անվան տակ թաքնվող միջամտությունների մեջ։ Եվ պարզ է, որ ամենազգայուն հարցը, որի հետ
գոնե վերջին ժամանակահատվածում ես հանրային տիրույթում առնչվում եմ, դա բարեգործության անվան տակ էլի բաժանվող ընտրակաշառքն է, որովհետև բարեգործությունը զգայուն որոշակի հանրային ընկալում ունի եւ կարեւոր է, որ այստեղ էլ մեզ մոտ հստակ լինի, որ բարեգործության արգելքի խախտումը այս փուլում կարմիր գիծ է, այսինքն զրո հանդուրժողականություն այս երևույթի նկատմամբ, ինչքան էլ զգայուն, այսպես ասած, հանրային ընկալումներ լինեն բարեգործության կամ այլոց օգնելու այս process-ների նկատմամբ։ Սրանք հիմնական ուղղություններն են, ես կարծում եմ, որ մեր մինչ այս կատարած աշխատանքը չի շեղվում իմ կողմից նշած այս ուղղություններից եւ ուզում եմ, որ մենք ել ավելի զգոն լինենք առաջիկա օրերի ընթացքում, ել ավելի ուշադիր լինենք յուրաքանչյուր դետալին եւ յուրաքանչյուր հրապարակմանը, որպեսզի մեր աչքից ոչ մի բան չվրիպի։ Սա նաեւ շատ լավ հնարավորություն է մեզ համար, ոնց որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքում մենք ունենք զրո հանդուրժողականության քաղաքականությունը ու դա շատ հստակ է այսօր դատախազության աշխատանքի մեջ, նույն ձև ես կարծում եմ, որ կարևոր է ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների մասով այս process-ի արդյունքում, երբ մենք կամփոփենք, կարողանանք գոնե որոշակի առաջընթաց արձանագրել այս զրո հանդուրժողականության ձևավորման գործընթացում, այսինքն մարդիկ հստակ պատկերացնեն, ինչ չի կարելի նախընտրական գործընթացում եւ որ չկա ներողամտություն ընտրական հանցագործությունների հետ կապված։